Այս պատմությունը Սուրբ Մականունով Սարո անունով բանտարկված հեղինակության մասին է, ով իր օգնական Լեռնիկի հետ պատժում է ներսի բոլոր բեսպիզելշիկներին։ Իսկ քաղաքային կյանքում ջահելների մեջ մեծ հարգանք ունեցող Վիլենը բոլոր իր ոտքի կանգնողներին գլուխը ուտում է իր ընկեր Հովոյի հետ միասին։ Քաղաքում կան նաև հին հեղինակություններ, Քավորը, Թերզը, Բենոն, Սեպը, ովքեր ուզում են խաղից դուրս հանեն Վիլենին, որովհետև խանգարում է իրանց բռնած մեծ փողային գործերին։ Դրա համար Վիլենի գլխին սարքում ու նստացնում են բանտ։ Բանտում Վիլենն ու Սարոն ծանոթանում ու մոտիկանում են, որը դուր չի գալիս հներին եւ որոշում են երկուսի գլուխն էլ ուտեն, բայց նրանց մոտ բան չի ստացվում։ Ընդհակառակը, այդ քայլը չներելով Վիլենենք սպանում են Քավորի որդուն, ով կապ չունի կրիմինալ աշխարհի հետ։ 6 ամիս հետո Վիլենը ազատվում է ու իր ձևերով Սարոյին էլ է բանտից ազատում։ Կա նաև Վիլենի կնոջ Մանեի կերպարը, ում հորը ժամանակին էլի սպանել է Վիլենը, բայց դրա մասին Մանեն չգիտի։ Թե ոնց է զարգանում ու ոնց է վերջանում այս պատմությունը, կարող եք դիտել 24 մասանոց Սուրբը սերիալը միայն Կինոդարանով։